Այսօր դիտելու ես աշխարհի ամենահետաքրքիր բլոգներից մեկը։ Մենք մեկնել ենք սաֆարի, անապատով ավտոմեքենա քշելու։ Հիմա մի քանի փաստ անապատի մասին։ Անապատում նախ առաջինը 42 աստիճան շոգ։ Եվ այդ անապատում կար մոտ 3 տեսակի ուղտ, որոնցից երկուսը դրոմեդարը, որը ունի 1 սապատ, եւ նրա վիզը մոտ 1 մետր 9 սանտիմետր։ Նրանց բարձրությունը 1.5 մետր, իսկ երկարությունը 2 մետր։ Երկրորդ տեսակը պատրիական ուղտ։ Նրանք շատ փրչոտ են եւ ունի 2 սապատ, բարձրությունը 2 մետր, երկարությունը 1.5 մետր։ Եվ այնտեղ հագցնում են արաբի շորեր, որովհետև մեքենան վարելուց կարող է փոշին լցվել բերանի մեջ եւ խանգարել շնչելը։ Մենք այնտեղ նստեցինք բագի, որը այս ճապոնական մեքենան է։ Մենք ընկանք ճանապարհ, իսկ ձեր էկրանի աջ կողմի ներքևում կերևա, թե որ հատվածում իմ ջերմաստիճանն է։ Ոնց հասկանում եք ջերմաստիճանից, մենք արդեն շատ ենք մոտենում անապատին։ Մենք արդեն շուտով հասնում ենք այն վայրը, որտեղ 42 աստիճան է։ Այնտեղ մենք սովածացանք եւ կանգնեցինք, որպեսզի համտեսենք անապատի ուտեստները։ Եվ ես այնտեղ տեսա վիճա տեսակի ուղտերին։ Ինչպես տեսնում եք, արդեն 40 աստիճան է։ Ինչպես տեսնում եք, արդեն 41 աստիճան էր, եւ 1 աստիճան էր մնացել, որպեսզի հասնենք 42 աստիճան։ Խնդրեմ, այսպիսի սրճարան է, այստեղ գալիս են նստում են եւ ձեր սնունդը բերում են։ Խնդրեմ։
Խնդրում եմ տեսեք ինձ սիրուն ուղտերը։ Սրանք վաչա տեսակի ուղտերն են։ Իսկ հիմա գնում ենք տեսնենք, թե իրենք ոնց են ապրում։ Գնում ենք նրանց տները։ Սա նրանց տունը։ Ես էլ սկզբում զարմացա, թե իրենք ոնց են այս շոփի մեջ ապրում։ Շատ գեղեցիկ տուն էր։ Ընկանք ճանապարհ։ Ինչպես տեսնում եք, արդեն 42 աստիճան է։ Ու ավելի երևի թե չի բարձրանում։ Մենք արդեն հետ գնացինք։